Կանաչ գեղևկա մատղաշ, այո, եւ որքանով էլ որ ինքը ամբողջությամբ կանաչ է, հետագայում էփելու ընթացքում ստանում է սրճագույն եւ շատ գեղեցիկ շոկոլադի երանգներ ենք ստանում թելի կտորի վրա։ Սա արևքույրիկ արևքույրիկն է, չէ՞, հա, էլի ստացվում է դեղինի երանգ, բայց ավելի վառ, մաքուր այսպիսի երանգ է ստացվում։ Այո, անթառամից ստացվում է ավելի բաց, մեղմ մաքուր դեղին գույն։ Սա տորոնի արմատն է, արդեն աղացած վիճակում, այստեղ դուք կարող եք տեսնել ամբողջական տորոնի արմատները, հաստ, բարակ, ավելի մատղաշ ու ավելի ծեր, սա ըստ տարիների, սա ավելի ծեր արմատ է, սա ինչքան բարակ, այնքան ավելի երիտասարդ։ Այստեղ մենք այո, իհարկե, շատ երիտասարդը շատ բաց երանգ է ստանում, ծեր արմատը դեպի օրանժ երանգներ է ստանում, հետևաբար ցանկալի է վերցնել միջին տարիքի, միջին հաստության, ամբողջությամբ մաքրվում են այս ավելորդ կեղևները եւ աղում ենք, ստանում ենք այսպիսի մաքուր փոշի անցված տեսակը, այո, եւ էլի թրմելով ստանում ենք ներկանյութ։ Անպայման, հեսա շուտով մի քանի ամսից զատիկա գալու, ներկելու եք, անպայման դուք էլ փորձեք վերև որևէ շապիկ, որևէ, չգիտեմ, շարֆ կամ գլխարկ, ինչու՞ չէ, որը որ բամբակից է, բրդից է կամ մետաքսից է, չի թափվում։ Չէ, հենց այդ է, որ բնական ներկանյութին համար պարտադիր պետք է օգտագործվի բնական հումք։ 100% բնական բուրդ, բամբակ կամ մետաքս, ես ձեզ տամ, դուք կարող եք շոշափել, սա բուրդն է։